Կարծում եք, որ քաղցրավենիքները վնասակար են առողջության համար եւ փորձում եք սահմանափակել դրանց օգտագործումը։ Իհարկե, չափազանց քաղցրի օգտագործումը կարող է բերել կիրության, շաքարախտի եւ ատամների խնդիրների։ Սակայն ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Մենք կպատմենք ամենաօգտակար քաղցրավենիքների մասին, որոնք կարող են օգտակար լինել ձեր առողջությանը։ Իրականում քաղցրավենիքները կարող են բարձրացնել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը, ամրացնել իմունիտետը եւ դրական ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի վրա։ Իհարկե, սա չի վերաբերում սովորական շաքարին, կոնֆետներին եւ շոկոլադին, բայց կան քաղցրավենիքներ, որոնք կարելի է անվտանգ ներառել ամենօրյա սննդակարգում։ Նախքան անցնել առողջությանը օգտակար քաղցրավենիքներին, ուզում եմ խնդրել բաժանորդագրվել ալիքին եւ դնել լայք։ Նախապես շնորհակալություն եւ հաճելի դիտում։ Իդեպ տեսանյութի վերջում մենք պատրաստել ենք անակնկալ եւ կպատմենք սրտի ու անոթների համար ամենահամեղ եւ օգտակար քաղցրավենիքի մասին։ Վստահ եք, դուք շատ կզարմանաք եւ կուրախանաք, երբ իմանաք այդ համեղ գաղտնիքը։ Իսկ հիմա առողջության համար ամենաօգտակար քաղցրավենիքների տոպ 10-ը։ Առաջինը՝ խնձոր։ Խնձորում պարունակվող լուծելի բջջանյութը նպաստում է վատ խոլեստերինի նվազեցմանը եւ կանխում է անոթների խցանումը։ Կանոնավոր օգտագործումը նաեւ օգնում է կարգավորել ճնշումը։ Խնձորները հարուստ են վիտամին C-ով եւ կալիումով, ինչպես նաեւ մեծ քանակությամբ ֆլավոնոիդներով, որոնք դրանք դարձնում են բնական հակաբորբոքային մթերք։ Խնձորները ոչ միայն օգտակար են ուղեղի եւ մաշկի համար, այլև լավացնում են մարսողությունը։ Իդեպ դիետոլոգները խորհուրդ են տալիս մարսողական համակարգի համար օգտագործել հատկապես կանաչ խնձորներ։ Դրանցում շաքարը քիչ է, բայց թթուն ավելի շատ, ինչը նպաստում է մարսողությանը։ Երկրորդը՝ բանան։ Այս միրգը հարուստ է վիտամիններով, կալցիումով, մագնեզիումով, նատրիումով, կալիումով եւ ֆոսֆորով։ Կանոնավոր օգտագործումը կանխում է անեմիան, աթերոսկլերոզը, ինսուլտը եւ ինֆարկտը։ Բանանը նաեւ պարունակում է նյութ, որը մարմնում վերածվում է սերոտոնինի, երջանկության հորմոնի, պատասխանատու ուղեղի արտադրողականության եւ տրամադրության համար։ Բանանը եւս մեկ բնական շաքարի փոխարինիչ է, որը չի վնասում ֆիգուրին։ Այն հիանալի է որպես քաղցրացուցիչ թխվածքներում կամ պարզապես որպես համեղ դեսերտ։ Հատկապես լավ են բանանով քեքսերը, բուլկիները, քաղցր հացը եւ տորթերը։ Բանանը լրացնում է սիլիցիումի պակասը։ Տրիպտոֆանի առկայությունը նրա միջուկում ապահովում է հաճելի երազներ։ Բանանի սիրահարները շնորհակալ են նաեւ ամուր եղունգների եւ խիտ մազերի համար։ Երրորդը՝ հատապտուղներ։ Հատապտուղները ոչ միայն քաղցրության, այլև անսահմանափակ օգտակարության աղբյուր են։ Դրանց օգտակարությունը պայմանավորված է հակաօքսիդանտներով, որոնք վնասազերծում են ազատ ռադիկալները եւ դանդաղեցնում ծերացման գործընթացը։ Բջջանյութը նվազեցնում է սովի զգացումը եւ օգտակար է աղիքային միկրոֆլորայի համար։ Ամենաշատ օգուտը տալիս են թարմ հատապտուղները։ Օրինակ, իմունիտետի ամրացման համար օգտակար է սև հաղարջը։ Մալինան լավացնում է մարսողությունը, հապալասը տեսողությունը, հաղարջը հեմոգլոբինի մակարդակը։ Չորրորդը՝ չամիչ։ Չամիչը չորացրած խաղուղի հատապտուղները լայն կիրառություն են գտել Եվրոպայում եւ Արևելքում։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով, բջջանյութով, ունի վիտամինների եւ միկրոտարերի մեծ պաշար՝ կալցիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում եւ ցինկ։ Շնորհիվ այս ամենի չամիչը օգտակար է նյարդային համակարգի համար։ Այն լավացնում է մարսողությունը, ամրացնում իմունիտետը։ Բացի այդ, չամիչը կարող է դրականորեն ազդել հորմոնալ ֆոնի վրա։ Մի բուր չամիչ հիանալի է շաքարի փոխարեն։ Կարելի է ավելացնել թխվածքներին կամ օգտագործել որպես դեսերտ, նախապես լավ թրջելով։ 5-րդը՝ մեղր։ Մեղրը արագ ածխաջրերի աղբյուր է, որոնք արագ եւ ամբողջությամբ յուրացվում են օրգանիզմում։ Հատկապես օգտակար է մեղրը հիվանդությունից հետո վերականգնման, ստրեսի եւ վնասվածքների ժամանակ։ Մեղրը լավացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ օրգանիզմը ավելի արդյունավետ է պայքարում վիրուսների եւ բակտերիաների դեմ։ 6-րդը՝ զեֆիր ագարի վրա։ Ագարը ծովային ջրիմուռներից ստացված արտադրանք է։ Նրա առավելությունը մեծ քանակությամբ բջջանյութն է, որը անհրաժեշտ է հարմարավետ մարսողության համար։ Այս թեթև դեսերտը չի պարունակում ժելատին եւ իդեալական է բուսակերների համար։ 7-րդը՝ մրգային սալաթներ ընկույզներով։ Մրգերը վիտամինների եւ միներալների, հակաօքսիդանտների եւ ֆիտոնուտրիենտների ամենահարուստ աղբյուրներից են։ Դրանք կենտրոնացնում են ուշադրությունը, կանխում ծերունական թուլամտության հավանականությունը։ 8-րդը՝ սև շոկոլադ։ Այն համարվում է ամենաօգտակար։ Նրա բաղադրության մեջ քիչ շաքար կա, բայց շատ կակաո։ Սև շոկոլադը հարուստ է օգտակար նյութերով եւ միներալներով՝ մագնեզիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, ցինկ եւ այլն։ Բացի այդ, այն ունի ֆլավոնոիդների բարձր կոնցենտրացիա, որոնք դանդաղեցնում են ծերացումը։ Հայտնի է, որ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը։
խթանում մտավոր ակտիվությունը, ավելացնում էներգիան։ Այդ պատճառով այն պարտադիր մաս է զինվորականների սննդակարգում, իսկ ալպինիստները վերցնում են իրենց հետ երկար արշավների ժամանակ։ 9-րդը. հացահատիկային մյուսլիի բատոնչիկներ առանց շաքարի։ Թխված բատոնչիկները որպես նախաչաշ կամ խորտիկ լիովին օգտակար եւ հաճելի են։ Թեև դրանց բաղադրության մեջ շաքար չկա, դրանք քաղցր են եւ օգտակար։ Բոլորն էլ շնորհիվ չորամրգերի, որոնք տալիս են անհրաժեշտ գլյուկոզա եւ վիտամիններ։ Իսկ ընկույզները, ամբողջական հացահատիկները եւ սերմերը ապահովում են հագեցվածության զգացում։ 10-րդը. տնային յոգուրտ մեղրով եւ հատապտուղներով։ Այն հարուստ է պրոբիոտիկներով եւ բնական շաքարներով։ Նման յոգուրտը ամրացնում է իմունիտետը եւ լավացնում մարսողությունը։ Եթե կարծում եք, որ սա բոլոր օգտակար քաղցրավենիքներն են, սխալվում եք։ Ձեզ սպասում է դեռ շատ հետաքրքիր բան։ Բայց նախքան նորին անցնելը եկեք քննարկենք, թե ինչ կլինի, եթե մենք որոշենք հրաժարվել շաքարի օգտագործումից։ Շաքարի օգտագործումը կտրուկ դադարեցնելը կարող է առաջացնել հոգնածություն, գրգռվածություն, իսկ որոշ մարդկանց մոտ գլխացավեր եւ քաղցրի նկատմամբ ուժեղ ցանկություն։ Սակայն արդեն 1 շաբաթ անց վիճակը սկսում է բարելավվել։ Որպեսզի հարմարվելու գործընթացը ավելի արագ անցնի, անհրաժեշտ է սննդակարգում ներառել վերոնշյալ օգտակար քաղցրավենիքները։ Կարևոր է նաև օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք ապահովում են օրգանիզմին էներգիա եւ երկար ժամանակով մոռացնել տալիս սովի զգացումը։ Առաջին հերթին դրանց շարքին են դասվում ամբողջական հացը եւ վարսակի շիլան, ինչպես նաև ոչ յուղոտ ձկնատեսակներն ու միսը, ոսպը, նուտը եւ այլ լոբասկիները։ Դրանք արդյունավետորեն հագեցնում են, պահպանում արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը եւ թույլ են տալիս նվազեցնել շաքարի կախվածությունը։ Շաքարից հրաժարվելու արդյունքը՝ քաշի նվազում, ինքնազգացողության եւ տրամադրության բարելավում, ամուր իմունիտետ, ինչպես նաև ավելի առողջ եւ երիտասարդ տեսք։ Եթե դուք արդեն փորձել եք շաքարից հրաժարվելու դրական հետևանքները, խնդրում ենք կիսվել ձեր փորձով մեկնաբանություններում։ Իսկ հիմա ամենահամեղ եւ օգտակար քաղցրավենիքի մասին, որի մասին խոստացել էինք։ Դա հալվան է։ Հալվան ամրացնում է ատամներն ու ոսկորները, կանխում սրտանոթային հիվանդությունները, վերականգնում ուժերն ու էներգիան ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, ամրացնում իմունիտետը եւ դանդաղեցնում ծերացման գործընթացները։ Այժմ դուք գիտեք, թե ինչու է հալվան արժանի դառնալու սիրելի քաղցրավենիք, որը ոչ միայն համեղ է, այլև օգտակար առողջության համար։ Սակայն կան նաև որոշ հակացություններ դրա օգտագործման համար։ Հղիություն, կրծքով կերակրում, մինչև 3 տարեկան երեխաների տարիքը, շաքարախտը, գաստրիտ, գիրություն եւ անհատական անհանդուրժողականություն։ Ամենակարևորը՝ պահպանել չափավորությունը ցանկացած քաղցր մթերքի օգտագործման ժամանակ։ Օրական 1 փոքրիկ կտոր շոկոլադը օգտակար է, բայց եթե ամեն օր ուտեք ամբողջ սալիկը, ապա առողջական խնդիրներից խուսափել չի ստացվի։ Խնձոր կարելի է օգտագործել ոչ ավելի քան 1-2 հատ օրական, ընկույզ մինչև 3 հատ։ Նույնը վերաբերում է նաև մյուս մթերքներին, որոնք այսօր նշեցինք։ Բացի այդ, պետք է հաշվի առնել առողջական անհատական սահմանափակումները։ Օրինակ, շաքարախտի դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել մեղր, խաղող եւ բանան։ Այսօրվա թողարկումը այսքանով ավարտում ենք։ Մենք փորձեցինք հավաքել առավել օգտակար տեղեկատվություն եւ խնդրում ենք կիսվել մեկնաբանություններում, իսկ դուք ինչով եք փոխարինում սովորական շաքարը։ Եթե տեսանյութը ձեզ դուր եկավ, կիսվեք այն ընկերների հետ։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակը։ Շնորհակալություն դիտման համար եւ հանդիպում մինչեւ նոր թողարկում։ Ընկերներ։